Ողջույն, այսօր կպատասխանեմ մեզ հաճախ տրվող հարցերին։ Սեդ, մեզ կասես ինչ է գոլոշով մաքրող սարքը։ Սարք, որը սովորական ջուրը վերածում է բարձր ճնշման գոլոշով, մաքրելու եւ ախտանելու համար մակերեսները։ Արդյոք անհրաժեշտ է օգտագործել լվացող միջոցներ։ Ոչ, սարքի հիմնական առավելությունը էկոլոգիապես մաքուր լինելն է, բարձր ջերմաստիճանը ինքնին քայքայում է կեղտը։ Գոլոշով մաքրող սարքով կարելի է մաքրել փափուկ կահույքը։ Այն հիանալի մաքրում է փոշուտիզերը եւ թարմացնում գործվածքը, սակայն պետք է զգույշ լինել շատ չթրջելու համար մակերեսը։ Պատուհանները կարելի է մաքրել գոլոշով մաքրող սարքով։ Այո, բայց ձմռանը պետք է զգույշ լինել, սառը ապակու վրա տաք գոլոշին տալիս այն կարող է ճաքել։ Որ մակերեսների համար է արգելված այն օգտագործել։ Գոլոշիով սարքը չի կարելի օգտագործել թղթե պաստառների, մոմապատ եւ ոչ ջրակայուն մակերեսների վրա։ Ինչու է սարքը ջուր տալիս երբեմն գոլոշու փոխարեն։ Դա տեղի ունենում այն պատճառով, երբ դեռ սարքը բավարար չի տաքացել կամ խողովակի մեջ գոլոշին սառել ու վերածվել է կոնդենսատի։ Արդյոք գոլոշիով սարքը ունի քաշոխզորություն։ Գոլոշին թուլացնում է կեղտը, բայց այն ներս չի քաշում։ Հարկավոր է կեղտը մաքրել գլխիկի վրա ամրացված միկրոֆիբրայով կամ ցանկացած այլ կտորով։ Շարունակեք տալ ձեր հարցերը, սիրով կպատասխանեմ հաջորդի։